Մասը եւ շատ էին ինձ մոտենում, որ եթե ժողովուրդը արդեն քվեն տվել է, պետք է գնալ զորով իշխանությունը վերցնել։ Իմ գնահատականն էր, որ զորով իշխանություն վերցնել չի ստացվի։ Ես փոխհարաբերությունները ռազմական ուժի, ինչ ուժեր կան այնտեղ, ինչ հրամանների կենթարկվեն, ինչ անձնական շահեր կան, դա զգացվում էր, որ զորով չի ստացվի, բայց նույնիսկ ստացվելու դեպքում դա մեծ արյուն թափելով լինում է մի իշխանություն, որը որ պատանդ է դառնում իր իշխանության դառնալու ճանապարհին։ Դրա համար այդ երկրորդ ճանապարհն էլ էի ես մտովին մերժում եւ ինչ էր մնում այստեղ։ Ես մտածում եմ, որ պետք է գնալ իսկապես ճնշում գործադրել, որը պարտադրի մեր պահանջները շատ պարզ էին։ Արկղները բացել եւ ստուգում կատարել, ըստ որի կամ երկրորդ փուլ է հայտարարվում, կամ մեկնումեկի իմ կամ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ լինելը կասկած չի առաջացնում ժողովրդի մոտ։ Եվ մենք գնացինք այնտեղ, դա այդ որոշումները շուտապույտ չեն կատարվել, էմոցիայով կամ այդ պահին չեն տեղի ունեցել, մտածված են եղել իմ կողմից, բայց իրավիճակը այնպիսին էր, որ որոշումները ես պիտի ընդունեի միայնակ։ Դա համար ես իմ վրա վերցրեցի պատասխանատվությունը այդ որոշումները ընդունելու։ Իմ հայտարարության մեջ կար սպառնալիք, երբ որ ես ասեցի կես ժամից հետո չի գա եկեք իմ հետևից, ես հասկանում եմ, որ կարող են լինել դեպքեր, իշխանությունները կարող են օգտվել այդ դեպքերից, բայց կարող է ընթացքը նաև այնպիսին լինել, որ այդ ճնշմանը նրանք հետ կանգնեն եւ հնարավոր լինի գնալ բանակցությունների։ Հետագա գործունեությունը դուք գիտեք այդ կրակոցներից հետո, երբ որ մենք հավաքվեցինք եւ նորից շանս տրվեց, ասեցինք մեր կողմից իշխանություններ, մենք ասեցինք հաջորդ օրը ժամը 12-ին մենք հրավիրում ենք հանրահավաք։ Մտածմունքը ոնց էր։ Եթե իշխանությունները կոնտրքայլեր գիշերվա ընթացքում չանեն, մյուս օրվա ժամը 12-ի հանրահավաքը արդեն կդառնա այն, ինչը որ ես գտնում եի ամենագրագետը, այսինքն դա արդեն հնարավորություն կտար մի ամիս էլ պետք լիներ ժողովուրդը ոտի կկանգներ այդ դեպքերից հետո եւ խաղաղ միջոցներով կպարտադրեր իշխանություններին իր կամքը, կամ այդ ճանապարհը պետք է լիներ, կամ իշխանությունները պետքա դիմեին կտրուկ քայլերին, այսինքն քայլը տրված էր իշխանություններին, իշխանությունները արեցին իրանց քայլը տանկերով։ Հասարակական կարծիքի մեջ ես իհարկե այդտեղ ինչ որ չափով կորցրեցի, բայց իմ ներսում ես որ մտածում եմ, ես ասում եմ սա նման է տառանին են պատերազմի ժամանակ, որ մի ինքնաթիռը գնում է մյուս ինքնաթիռին խփում է, այսինքն այդպիսի մի տառանի բան տեղի ունեցավ, իշխանությունը ստացավ այն վերքը, որից ուշ թե շուտ ինքը արյունակամ էր լինելու։ Դա տևեց 1.5 տարի, բայց եթե չլուծվեց ժողովրդի կամքով իշխանության գալու հարցը, լուծվեց այդ ժամանակ արդեն այն հարցը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանության ղեկին մնալ արդեն չի կարող։ Եվ իր մոտ էլ էր դա խորը, ես իր մոտիկ մարդկանց հետ որ խոսում եմ, իր մոտ այդ ընկճվածությունը կար եւ այլն այդ ընտրություններից առաջ։ Երևի կարելի էր ավելի խաղաղ մեղմ անել դա։ Ես հիշում եմ ընտրություններից առաջ ես մտածում էի, որ միգուցե զանգեմ Լևոն Տեր-Պետրոսյանին, հանդիպեմ իրեն, իր շրջապատին, ասեմ, որ նայ, թող ընտրություններ լինի, ես հաղթեմ, դու առաջինը ինձ շնորհավորի, 40 օր միասին այդ ժամկետը ինչ կամա, միասին կկառավարենք, կմտնեմ կուրսի մեջ, դու կգնաս, ես կշարունակեմ։ Դու հաղթես, առաջի շնորհավորողը ես կլինեմ, բայց երկրի համար շատ կարևոր է, որպեսզի ժողովուրդը հասկանա, որ արդար ընտրություններով կամ մնում է իշխանությունը, կամ փոխվում է, որից հետո ժողովուրդը հետագայում ինքը իրան կարող է միայն մեղադրել, որ կամ ճիշտ եմ ընտրել, կամ սխալ եմ ընտրել, այդ տեսակետից։ Ցավոք սրտի դա տեղի չունեցավ, հետագայում, երբ որ ես հարցնում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատի մարդկանց, իրենք ասում էին, որ ինքը պատրաստ չէր խոսակցության, այդ ժամանակ ինքը արդեն այն վիճակում էր, որ այդ խոսակցությունը ոչ մի բան չէր տա։ Համենայն դեպս Լևոն Տեր-Պետրոսյանի հարցը լուծվեց, բայց դա չլուծեց Հայաստանի խնդիրները, որտեվ ինքը համակարգը պահպանվեցին այդ մարդկանց մեծ մասը։ Ուղղակի ոնց որ իշխանության ներսում մի թևը եկավ զբաղացրեց մյուս թևի նաև հնարավորություններ, այդ կամ մի բան։
եւ ինքը ընդրությունների 98 թվի մեծ հիասթափություն էին եւ ես կարծում եմ 98 թվին մեր ժողովուրդը շատ մեծ հարված ստացավ որտեւ եթե միջև այդ թվում էր ժողովրդին որ լուծելով իշխանության հարցը Լևոն Տեր-Պետրոսյանը կգնա եւ դրանից հետո բոլորը ազնիվ կլինեն ընտրությունների ժամանակ, ամեն ինչ նորմալ կլինի։ Իհարկե ժողովուրդը հիմա չի, ժողովուրդը հասկանում է, որ միանգամից բոլորը հաց ու պանիր չէին ունենա կամ բոլորը Mercedes չեն քշի, այդ կամ բան դա հասկանում ժողովուրդը հասկանում է։ Բայց կսկսվի մի հատ արդար պետության կառուցում, որտեղ մարդը կարող է տեսնել իր ապագան կամ գոնե իր երեխաների ապագան կարող է տեսնել։ 98 թիվը մեծ հիասթափություն առաջացրեց մեր ժողովրդի մոտ։ Բայց ժողովուրդը շատ արագ վերականգնվող մեխանիզմ է եւ ես կարծում եմ շատ կարճ ժամանակ կանցնի ժողովուրդը նորից հստակ իր խնդիրների իր առջև կդնի եւ մենք բոլորս միասին կլինենք եւ կլուծենք նաեւ այդ հարցերը որովհետեւ այսպես ընտրված իշխանության եւ այսպես իրականացվող իշխանության օրոք որևիցե լավ բան Հայաստանին չի սպասում Ամեն մի շարժում իր հավատարմությունը սկզբունքներին հնարավորություն ունի ստուգելու միայն իշխանության գալով։ Իշխանության գալու ժամանակ են առաջանում գայթակղություն, իշխանության գալու ժամանակ այն խմբերը մարդկանց, որոնք որ շատ չնչին դեր ունեին շարժման ժամանակ, սկսում են կարևոր դեր խաղալ իշխանության լծակներին տիրապետելու ժամանակ եւ այդ ամեն ինչը տեղի ունեցավ ՀՀՇ-ում։ Իմ համար եւ շատ շատերի համար Դավիթ Վարդանյանի, Արշակ Սադոյան, ես կարող եմ թվարկել այն մարդկանց, որոնց հետ մենք միջև հիմա միասին ենք, իշխանությունը ինքնանպատակ չէր։ Իհարկե, այն նպատակները, որ ունենք կապված մեր պետության հետ, մեր ժողովրդի հետ, ավելի հեշտ է իրականացնել, եթե դու իշխանության լծակներին ես տիրապետում։ Շատ խնդիրներ միայն այդ ձևով կարելի լուծել, այսինքն ուզես թե չուզես դու ոչ միայն քարոզիչ պետք է լինես ինչ որ գաղափարների, այլ նաև պետք է աշխատես այդ լծակներին տիրանալ։ Բայց երբ որ մենք եկանք իշխանության եւ տեսանք, որ մարդկանց մի հատ խումբ ամեն գնով ուզում է այդ լծակների իր ձեռքում պահել, իրեն համոզելով, որ իրանք են ճիշտ, մնացած ոչ մեկը ոչ բան չի հասկանում, երբ որ սկսվեց այլասերումը, մենք դուրս եկանք եւ ստեղծեցինք նոր կուսակցություն, ազգային ժողովրդավարական միություն եւ հաջորդ տարիների ընթացքում մենք պայքարելով փորձում ենք եւ շարունակելու ենք փորձել իրականացնել այն գաղափարները, որոնք մեզ համախմբել են դեռ տասնյակ տարիներ առաջ։ Այդ գաղափարների շուրջ իհարկե այդ գաղափարների մեջ տեղի ունենում զարգացում, բայց տեղի չի ունենում կտրուկ փոփոխություններ։ Նախորդ ժամանակաշրջանում այդ գաղափարները անցկացնելու համար իհարկե մենք պայքարի մեջ էինք գտնվում իշխանությունների հետ, այսինքն ամենամեծ հակադրությունը փաստորեն երկու բևեռ էր ստեղծվել, մի կողմից Լևոն Տեր-Պետրոսյանն եւ իշխանությունները, մյուս կողմից մենք մեր զինակիցներով, մեր դաշնակիցներով։ Եթե Հայաստանում իշխանության փոփոխությունը բերեր մի իշխանության, որը ժողովրդի կողմից ընտրված լիներ, ապա մենք հարց կդնեինք այդ իշխանության հետ համագործակցելով, եթե ոչ ամբողջ ծավալով, գոնե այն ինչ որ հնարավոր է մեր ծրագրերից իրականացնել, գոնե այդ մասը իրականացնենք։ Բայց ներկա իշխանությունների օրենք ոտնահարելով, ժողովրդի կամքը ոտնահարելով գալ իշխանության եւ պահպանել ամբողջ այդ իշխանության բնույթը, որ արդեն ձևավորվել էր նախորդ տարիներում, բերում է այն եզրակացության, որ համագործակցելը մեզ որևիցե բան չի տալիս եւ մենք ստիպված ենք նորից ընդդիմադիր ձևով պայքարելու այս իշխանությունների դեմ։ Եվ մենք շարունակելու ենք այդ պայքարը։ Ես ինքս հստակ համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը պետքա չլիներ Հայաստանի նախագահ, ոչ թե դա իմ ցանկությունն է, այլ
արդար ձևով նա չի դարձել եւ ընդհանրապես իր տեխնատություններ պետք է իրավունքություններ դնելու օրենքների շրջանակում, իսկ օրենքների մասին ասել լավ օրենք, վատ օրենք, բարոյական, անբարոյական սխալ է։ Օրենքը օրենք է։ Եթե դու առաջի օրվանից օրենք խախտում ես, ոչ վստահությունը կունես ժողովրդի, ոչ էլ որևիցե բան կարող ես անել։ Դրա համար դա մեզ բերում է այս պայքարը շարունակելու միտումին։ Ես չեմ կարող ասել, որ այս պայքարը մեծ հաճույք է պատճառում մեզ։ Շատ ավելի հաճելի կլինի մարդ հանգիստ ապրի, բայց եթե դու քեզ նվիրել ես ինչ-որ գաղափարների իրականացման, դու պարտավոր ես այդ գաղափարների համար պայքարել։ Ես կարծում եմ, այդ գաղափարները մերը չեն, ինչ-որ էկզոտիկ գաղափարներ չեն մեր, որ դեռ պետք է ժողովրդի մեջ համոզել։ Մեր գաղափարները շատ պարզ գաղափարներ են, շատ ընդունելի մեր ժողովրդի կողմից։ Երբ որ լրացավ Ռոբերտ Քոչարյանի 100 օրը նախագահ լինելու, նա հայտնի մամուլի ասուլիսում հայտնի նախադասություն ասեց տղամարդկության մասին, որը մեծ ծիծաղ առաջացրեց հասարակության մեջ, ոմանք նույնիսկ բորբոքվեցին, համարվեց անհաջող մի ինքնասիրահարված նախադասություն կամ միտք անցանք առաջ, բայց ընդհանրապես ասած հասարակության զարգացման համար շատ մեծ նշանակություն ունի այդ գաղափարը։ Հարյուրամյակների ընթացքում, երբ որ հայերը անկախություն չեն ունեցել, յուրաքանչյուր մարդ մտածել է իր ընտանիքը պահելու մասին եւ բոլոր ձևերով, օրինական, ոչ օրինական ձևերով, եւ այդտեղ շահում էին զորբաները։ Առաջացավ զորբայի գաղափարը, որը ամեն ինչ կարող է ջարդու փշուր անել, զորբայություն անել հանուն իր ընտանիքի եւ սկսվեց գնահատականը տալ, որ տղամարդկությունն ու զորբայությունը մեր հասարակությունում սկսեցին շփոթել իրար հետ։ Օրինակ նայեք, Եվրոպայում առաջացավ ասպետի գաղափար, Ճապոնիայում սամուրայների գաղափար, այսինքն տղամարդկության գաղափար, որի մեջ կա բարիություն, թուլին պաշտպանելու, անձնազոհություն, այսինքն դա էր համարվում տղամարդկություն եւ հատուկ կոդեքսներ կային, թե ինչ է տղամարդկությունը։ Եվ ես կարծում եմ, որ այդ երկրների զարգացման համար այդ գաղափարը շատ մեծ նշանակություն ունեցավ։ Հայաստանում դեռ մինչև այժմ զորբայությունը համարվում է տղամարդկություն եւ մինչև մեր հասարակությունը չազատվի այդ շփոթվածությունից, հասարակությունն է զարգացում ունենալ չի կարող։ Այնուամենայնիվ տղամարդկությունը դա վեհությունն է, բարիություն, օգնություն թույլերին, անձնազոհություն եւ նաեւ խիզախ վարկ ռազմաճակատում իհարկե։ Ես երկրորդական չեմ համարում այդ տղամարդկության բացատրությունը, բայց բացատրություններով կյանքը չի փոխվում։ Մարդիկ պետք է օրինակով սովորեն։ Երբ որ իրենք տեսնում են, որ մարդիկ ամենաբարձր իշխանությանը գալիս են զորբայությամբ, խախտումներով, կաշառելով, այսինքն մաքուր զորբայական ձևերով, դա իրենց գալիս է ապացուցելու, որ հաջողության հասնելու ճանապարհը դա է, եւ դա օրինակ է ծառայում նաեւ ժողովրդին։ Եվ ես կարծում եմ ուշ թե շուտ մենք կհաղթենք։ Մենք ասելով ես նկատի ունեմ ոչ միայն ԱԺՄ-ն, ես նկատի ունեմ մեր ժողովուրդը այդ սկզբունքներին, որ ապրի մի պետությունում, որտեղ կա արդարություն, որտեղ մարդը ազատ է եւ հպարտ, որտեղ ազգային արժեքները պահպանվում են, որտեղ մարդ հպարտ է զգում, որ ինքը Հայաստանի քաղաքացի է, հպարտ է զգում, որ ինքը հայ է։ Այդպիսի պետություն ուշ թե շուտ լինելու է։ Ես համոզված եմ, որ շուտ։